Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան, YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր օգոստոսի 13-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, պարզ է, մենք այսօր նորից կանդրադառնանք և այն պատերազմի, որը վարում է Ռուսաստանը Ուկրաինային, այն անկայուն վիճակի, որը կա մերձավոր արևելքում և Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններին, հարցերին, պարզ է, կխոսենք նաև առանձին Ռուսաստանի հայտարարությունների մասին Հայաստանի նկատմամբ, կշոշափենք հայ-ադրբեջանական հարաբերություններ, բայց գլխավոր միտքը այսօրվա իմ նա է, որ այս ալեկոծվող աշխարհը, ալեկոծվող աշխարհը երկար կմնա այս վիճակում, քանի որ խոշորագույն խաղացողները մեր աշխարհում դեռ չգտան իրենց միջև կոնսենսուսը, չեկան ընդհանուրի, երբ որ մեծ խաղացողները աշխարհի չեն գալիս ընդհանուրի, այ աշխարհը այս ձևի է, ալեկոծվող է, պատերազմներ, տարածաշրջաններում տարբեր լարված վիճակ, անընդհատ նորություններ, առընդհատ փոփոխություններ, տարբեր պատերազմներում, տարբեր հակամարտություններում, ու մենք տեսնում ենք, որ խոշոր խաղացողները Միացյալ Նահանգներ կլինեն, Չինաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Եվրամիություն, մենք տեսնում ենք տարաձայնությունները շատ խորն են, շատ խորը տարաձայնություններ Միացյալ Նահանգներ Իրանի միջև, մենք տեսնում ենք մերձավոր արևելքում ինչ է կատարվում։ Ուրեմն այս ալեկոծվող աշխարհը կշարունակվի, հեշտ չի հանդարտվի, ոնց պետք է մենք կողմնորոշվենք այս ալեկոծվող աշխարհում, ու այսօր այդ թեմայի շուրջ մենք կխոսենք։ Ուրեմն խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, քանի որ դա աշխատացնում է մեր YouTube-յան ալիքը, ու էլ ավելի մեծ թվով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կնայեն մեր հաղորդումները, որտեղ որ ինֆորմացիան ստուգված վերստուգված է, և էլ ավելի շատ սփյուռքահայության ներկայացուցիչները կարողանան մեզ նայել, լսել, հասկանալ ինչ է կատարվում օրինակ Հայաստանում, օրինակ Հարավային Կովկասում մեր շուրջ։ Մինչև սկսելը գլխավոր մեր թեմաները ուսումնասիրել, քննարկել, ես պետք է ասեմ, որ ուզում եմ լավ նորությունից, լուրից սկսել, դա մեր ավանդույթն է, երբ որ մեր երիտասարդները, օրինակ սպորտսմենները, օրինակ աշակերտները կամ ուսանողները գիտության ոլորտներում, սպորտի ոլորտներում հասնում են հաջողությունների, միշտ այդ օրինակները բերել։ Ու պարզվեց, որ համաշխարհային օլիմպիադայում կապված արհեստական բանականության հետ 120 երկրներից թիմեր են մասնակցել, 120 երկրներից։ Հայաստանից թիմը, մեր աշակերտների թիմը, մեր դպրոցականների թիմը կարողացավ նվաճել, գրավել 5-րդ տեղը։ Ֆանտաստիկ արդյունք է դա, 2 բրոնզե մեդալ վերցրեցին ու ընդհանուր 5-րդ տեղը նվաճեցինք։ Շնորհավոր եմ մեր երիտասարդներին, մեր աշակերտներին, ես պետք է ասեմ, որ դա ոգևորում է, դա ցույց է տալիս, որ մենք ապագա ունենք։ Հիմա սկսում ենք այս անցուդարձից տարբեր երկրներում, տարբեր տարածաշրջաններում։ Ռուսաստանում վիճակը բավական լարված է, բարդ է, բոլորդ գիտեք, Ուկրաինան հակահարվածները շատ ուժեղ տալիս է Ռուսաստանին, Ռուսաստանը ուղղակի փորձում է քանդել Ուկրաինան, ռմբակոծում է ամեն օր, բայց ուկրաինացիների հակահարվածները իրոք շատ դիպուկ են, դրոնային հակահարվածները։ Հիմա Ռուսաստանում սեպտեմբերին 18-ից 20-ը պետք է անցնեն Պետդումայի ընտրություններ, բոլորս գիտենք, որ Պուտինը զավթեց իշխանությունը այդ երկրում, ոչ մի ռեալ ընտրություններ չի լինում, բայց նույնիսկ ֆորմալ Պուտինը չի ուզում թողնել, որ բազմակարծություն լինի, տարբեր ուժեր մասնակցել, նույնիսկ ֆորմալ իրանք դա չեն ուզում։ Իսկ սկզբանե փակում են ճանապարհները ժողովրդավարական ուժերի համար։ Ուրեմն
Յաբլոկա կուսակցությունը հանվեց այս ընտրություններից, քանի որ հիմա գնում է գրանցում քաղաքական ուժերի, որոնք կարող են մասնակցել ընտրությունների, Յաբլոկային հանեցին ընտրարշավից։ Այդ ցուցակը չեղյալ համարվեց, հանեցին, թույլ չտվեցին Յաբլոկային մասնակցել այս ընտրությունների։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է, իրանք էլ մեղավոր են, որ սկսեցին պատերազմ, բայց պատերազմի մեջ է ակնհայտ է, որ այն ուժերը, որոնք գալիս են խաղաղության օրակարգով, կարող են խանգարել Պուտինին շարունակել պատերազմը, բայց փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանում այլընտրանք չեն հանդուրժում։ Թրամփը, այդ ինչ ասեց Թրամփը մի քանի օր առաջ, 2-3 օր առաջ, ապշեցուցիչ էր։ Թրամփը ասեց, որ մենք պետք է հրաժարվենք ուժային քայլեր անել Իրանի դեմ։ Մենք պետք է տնտեսական ճնշումով լուծենք այդ հարցը։ Ծանր վիճակում է տնտեսությունը Իրանի, ծանրագույն վիճակ ֆինանսական ոլորտում, դա է պատճառը, որ ընչի կռվենք, ընչի պատերազմենք, տնտեսական ճնշում գործադրենք, սանկցիաները ուժեղացնենք։ Գիտեք, այդ խոսքերից հետո, որոնք բավական ճիշտ խոսքեր են, ես ուզում եմ ասել, այդ դեպքում ինչի սկսեցիք այս երկու մեծ պատերազմներ Իրանի դեմ ուղված, անցած տարվա 10 օրվա պատերազմը հունիսին ու հիմա փետրվարից սկսած ու շարունակվող պատերազմը։ Այդ դա է, որ ես ասում եմ, տեսակ ինչ ալեկոծվող աշխարհ է։ Նույնիսկ այն երկրի ղեկավարը, որը պատերազմական կամ ավելի ճիշտ ուժային քայլեր անում էր Իրանի դեմ մեծ բանով ոգևորությամբ, նույնիսկ այդ երկրի ղեկավարը, Միացյալ Նահանգների ղեկավարը Թրամփը, որը մեծ ոգևորությամբ այդ քայլերը անում էր, մեզ հավաստիացնում էր, որ լուծված է հարցը, վերջ, երեկ էլ նորից ասեց, որ Հորմուզի նեղուցը բաց է, այդպես չի, բաց չի Հորմուզի նեղուցը, բայց ասեց, որ բաց է, նույնիսկ այդ ղեկավարները կամաց հասկանում եմ անհեռանկար իրանց քաղաքականությունը։ Իրանի դեմ ուժով լուծել հարցերը, այդ իրոք շատ լուրջ խնդիր է, գրեթե անհնար խնդիր է։ Լավ է, որ Թրամփը գալիս է ճիշտ որոշմամբ, այն որոշումը, որը ունեն պարոն Բայդենը։ Պարոն Բայդենը կտրականապես դեմ էր պատերազմների դրսում, նաև այդ թվում Իրանի դեմ, ընդհանրապես չէր քննարկում այդ հարցը։ Սանկցիոն քաղաքականություն կա, մեխանիզմներ այս ձևի ճնշել, տնտեսական ճնշում գործադրել, քաղաքական կարելի է ճնշում գործադրել։ Տեսակ ինչ ալեկոծվող աշխարհ է։ Ու այս աշխարհում դու պետք է կողմնորոշվես։ Ինչքան հասկացա, երեք Միացյալ Նահանգները եւ Իրանը Պակիստանի, Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ եկան ընդհանուրի, որ այն հիշում եք 2-3 ամիս առաջվա ստորագրված զինադադարը շարունակեն, միջդեռ այս առանքում անընդհատ խախտում էին այդ զինադադարը, բայց ամերիկացիք գնացին այդ ճանապարհով, հրաժարվեցին ուժային քայլերով գնալը դադարեցրեցին։ Բացի դրանից ելույթ ունեցան նաև իրանցիք, ովքեր ասեցին, որ այո, մենք ունենք կոնտակտներ ամերիկացիների հետ միջնորդների միջոցով, այլ ոչ թե լիարժեք բանակցություններ, իրանցիք ասեցին Հորմուզի նեղուցը մենք ենք վերահսկելու, թող հույսեր չփայփայեն։ Նորից ուզում եմ այս միտքը ամփոփ ձեզ ներկայացնել։ Ամերիկացիք Դոնալդ Թրամփը, իր ադմինիստրացիան մտածում էին, որ ուժով կարող են լուծել Իրանի հարցը, մենք բոլորս հիշում ենք, նաև հայտվում ես, բազմիցս ձեզ ասել եմ, իմ կարծիքով այս սցենարը չի ավարտվի լավ բաներով, ինչու չի ավարտվի, քանի որ մեծ խաղացող է Իրանը, մեծ երկիր է, 100 միլիոնանոց երկիր է, մեծ տարածք ունեցող երկիր է, կգտնի ձևեր հակառվածներ տալ, ու դուք տեսնում եք բավական լուրջ են հակառվածները Իրանի ամերիկյան բազաների վրա գտնվող տարածաշրջանում, տարբեր երկրներում, սկսած Քուվեյթից, վերջացած Հորդանանով, Իրաքով,
ու մենք ճիշտ էինք, որ կխրվին Միացյալ Նահանգները լուրջ խնդիրներ կունենան։ Բարեբախտաբար Թրամփը հիմա սկսեց դա հասկանալ։ Իդեպ ասեմ ձեզ մեկ հետաքրքիր բան, այդ ինֆորմացիայով մենք տիրապետել ենք, բայց ես սպասում էի, որ ստանանք էլի ապացույցներ, որ դա ճիշտ է, ինչի մասին է խոսքը, օգոստոսի 8-ին, երբ որ Դոնալդ Տրամփը ունեցել է հեռախոսազրույցներ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հետ, պարզվեց, որ Իլհամ Ալիևի հետ ինքը նաեւ խոսեց Իրանի հարցով։ Խորտակցեց իր հետ, ոնց է մտածում Իլհամ Ալիևը։ Ու ինչքան մենք գիտենք, Իլհամ Ալիևը խորհուրդ չտվեց շարունակել ուժային քայլերը։ Եթե դա ճիշտ է ու կարծես թե հիմա դա կարծես թե ինֆորմացիան եկող ցույց է տալիս, որ այդ զրույցի մեջ Թրամփ Իլհամ Ալիև այդ թեման շոշափվել է, դա նշանակում է այս ալեկոծվող աշխարհում մեր հարևան երկիրը բավական ճկուն է, բավական արագ կողմնորոշվում է։ Քանի որ պարոն Ուիտկոֆի երեք չարաչորվա ասածը դիֆերամբներ Ալիևին, չեք պատկերացնում ինչ էր ասում ինքը Ալիևի մասին, ցույց են տալիս, որ իրոք Ալիևը խորհուրդ տվեց Թրամփին, որը լսվեց Թրամփի կողմից։ Մինչդեռ մեծ գաղտնիք չի, դուք մեզ լսում եք ամեն օր, մենք բազմիցս ասել ենք, որ այստեղ Միացյալ Նահանգներ Իրան հարաբերություններում Հայաստանն էլ կարող էր լինել միջնորդ, կարող էր օգտակար լինել, մինչդեռ մենք մեր պաշտոնյաներից լսում ենք, որ մենք փոքր խաղացող ենք, ինչ միջնորդ։ Տեսակ Ադրբեջանը համեմատ Ամերիկայի, Իրանի նաև շատ փոքր միջնորդ է, բայց այնուամենայնիվ միջամտեց։ Այդ օրինակը գիտեք ինչի համար եմ բերում, որ այո, ալեկոծվող աշխարհում փոքր միջին խաղացողների դերը կարող է երևացող լինի տարբեր հարցերում, տարբեր կոնտեքստերում։ Հիմա շատ կարևոր պայմանագիր պակտ կնքեցին Սաուդյան Արաբիան, Պակիստանը եւ Թուրքիան։ Իրոք շատ անսպասելի էր, բաց ձեզ ասեմ, անսպասելի ու հենց պաշտպանության պակտն է, դաշինքն է։ Ինչի մասին է խոսքը, որ եթե Թուրքիայի վրա, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի վրա ինչ որ երկիր հարձակվի, դա կդիտվի որպես հարձակում երեքի վրա։ Ու այդ պակտի համաձայն իրանք հենվելով 51-րդ հոդվածի մակի կանոնադրության, իրանք իրար կարող են աջակցել։ Շատ լուրջ մարտահրավեր է ամբողջ տարածաշրջանի համար, մեծ տարածաշրջանի համար, Մերձավոր Արևելք, ավելի լայն նույնիսկ։ Ինչ է դա նշանակում, պետք է հասկանալ։ Տեսեք, այս ալեկոծվող աշխարհում անսպասելի ինչ որ դաշինքներ ստեղծվում են։ Ու մենք պետք է ուշադիր հետևենք, հասկանանք մեր տեղը, մեր շահերը այդ դաշինքներից կամ վտանգները, օրինակ Հնդկաստանը նույն պահին արձագանքեց, քանի որ Պակիստանի հետ ունի չլուծված կոնֆլիկտ, Հնդկաստանը ասեց մենք ուշադիր հետևում ենք ու չմտածեք, որ դրանով դուք մեզ Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիան մեզ վախացրեցիք։ Արձագանքեց Հնդկաստանը բավական ցավոտ։ Իրանը ասեց տեսակ Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան տեսակ, որ ստիպված եք դաշինք կնքել պաշտպանության, քանի որ տեսակ, որ ամերիկացիք ձեզ չեն կարող փրկել։ Ինչի իրանցիք այս ձևի արձագանքեցին, քանի որ այդ պակտը վտանգ է նաև Իրանի համար, բայց ինչի իրանք դա արեցին։ Պատճառը շատ հասարակ է։ Իրանի համար դա վտանգ է, բայց միաժամանակ այս դաշինքը ցույց է տալիս, իրանցիք ասում են, որ ամերիկացիք չեն կարող գալ ձեզ թիկունք կանգնել։ Նո դուք գիտեք ինչի մասին է խոսքը, նույն հութիները ռմբակոծում են Սաուդյան Արաբիան, ամերիկացիք չեն կարող իրենց պաշտպանել։ Նույն Իրանը ռմբակոծում է Քուվեյթում ամերիկյան բազաները, Էմիրատներում, Բահրեյնում, լրջագույն հարվածներ է հասցնում նաև
տուժում են այդ երկրի ընկերությունները, մարդիկ, բայց ամերիկացիք չեն կարող պաշտպանել։ Ու Իրանը ասում է, տեսեք, դուք միավորվեցիք, քանի որ հասկացաք, որ դրսի աջակցությունը չի օգնում։ Բայց համաձայն ենք մենք, համաձայն չենք այս դատողությունների հետ, այս մոտեցումների հետ, այդ դաշինքների հետ, դա այդքան էլ կարևոր չի, քանի որ այդ դաշինքը դարձավ փաստ, ու դու պետք է հասկանաս այդ փաստը ինչ է նշանակում, ինչ հետևանքներ օրինակ ունենա Հայաստանի համար։ Ի վերջո Թուրքիան ունի ընդհանուր սահման Հայաստանի հետ, դեռ չի ուզում բացել, բայց ունի ընդհանուր սահման Հայաստանի հետ։ Ռուսաստան-Ուկրաինա։ Իրոք Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները ծանրագույն են։ Ռմբակոծություններ ամեն օր, ռմբակոծում է Ռուսաստանը Ուկրաինայի քաղաքները, նաև ռմբակոծում է բնակելի շենքեր, Ուկրաինան շատ դիպուկ, շատ ուժեղ հակահարվածներ է տալիս, դուք գիտեք, որ Սև ծովում գլխավոր ռազմական բազան Ռուսաստանի դա Նովորոսիիսկում է, ուկրաինացիք ուղղակի երեք լրջագույն հարվածներ տվեցին նաև ծովային դրոններով, այդ ռազմական նավահանգիստը Նովորոսիիսկում ու պարոն Զելենսկին հատուկ նշեց, որ այս գլխավոր հենարանը Սև ծովում ուժային հենարանը, ռազմածովային հենարանը Ռուսաստանի բավական ծանր վիճակի մեջ է։ Ուկրաինան նաև այդ Wildberries, այդ ցանցային համակարգը առևտրի շարունակում է ոչնչացնել իրենց պայեսները Ռուսաստանում, Ուկրաինան դրոններով, այս անգամ Վորոնեժում շատ խոշոր իրենց պայեսները ոչնչացրեցին։ Ինչ եմ ուզում ասել։ Պատերազմը գնում է, խորանում է, միաժամանակ կարծես թե տրամաբանությունը հուշում է, որ ավարտվեն պատերազմական գործողությունները, Պուտինը չի ուզում, հրաժարվում է, Ուկրաինան ինչ է ասում, հարված հասցնելով մեծ վնաս Ռուսաստանին, նույն պահին Զելենսկին ասում է, մենք վաղը պատրաստ ենք նստել սեղանի շուրջ։ Այդպես է արձագանք է Ուկրաինան այդ ռեալությունների։ Ռուսաստանին շատ դժվար է նստացնել բանակցային սեղանի շուրջ, մենք տեսնում ենք Պուտինի քաղաքականությունը կոշտ, ոչ ոք չի ուզում լսել, դա կբերի լրջագույն, ծանրագույն հետևանքների Ռուսաստանի համար բոլորը հասկանում ենք, բայց այսօր փաստը դա է, բայց միաժամանակ Ռուսաստանը այս քաղաքականությամբ էլ ավելի ծանր վիճակի մեջ է ընկնում, հիմա պարզվեց, որ Ճապոնիան, այլ երկրները նաև այդ սանկցիոն քաղաքականության մեջ մտնում են Ռուսաստանի դեմ, դուք հիշում եք, Արևմուտքը վաղուց է սկսեց բռնել ձերբակալել ռուսական բեռնատար նավերը աշխարհով մեկ, հիմա միացան այլ երկրներ, նաև Ճապոնիան, ու Պուտինը շատ էր բողոքում դրանից, այդ մենք ինչ ենք արել Ճապոնիայի դեմ, որ Ճապոնիան միացավ այդ սանկցիոն քաղաքականության։ Մենք տեսնում ենք այդ ծանր զարգացումները աշխարհում, հետևում ենք, բայց նորից կրկնում եմ, մի քիչ պետք է ճկուն լինենք, քանի որ անընդհատ ամեն ինչ փոխվում է։ Օրինակ մենք միանշանակ երևաց դա մենք մի քիչ հանգստացանք, երբ որ հիշում եք ամերիկացիք վերջին մեկ ամսվա մեջ մի քանի անգամ ասեցին, որ ինչ կլինի TRIP ծրագրի շրջանակներում, ամեն ինչ կլինի Հայաստանի օրենքներով։ Կոպիտ ասած, եւ սահմանապահները կանգնած կլինեն TRIP այդ ծրագրի ծայրերում Հայաստանի եւ մաքսային ծառայությունները, դες ամերիկացիք ասեցին սուվերենությունը Հայաստանի չի տուժի։ Բայց ամեն ինչ շատ արագ փոխվում է ու հիմա Իլհամ Ալիևը, որը գտնվում է Նախիջևանում, ունեցավ ելույթ, որտեղ որ պարզ էր, որ ինքը կոպիտ ասած խոսում է ուժեղի դիրքերից, խոսում է այն դիրքերից, որ այո, այդ ճանապարհները մեզ կտան, այդ ճանապարհները անխոչեդոնտ կլինեն մեզ համար, միտքս ինչու՞մ է։ Նրանում է կայանում, որ անընդհատ ամեն ինչ փոխվում է։ Պարզ է, եթե Իլհամ Ալիևը օգտակար էր Տրամպի համար Իրանի հարցում, պարզ է, իր կշիռը աչքերում ամերիկացիների կբարձրանա։
Դա է պատճառը, որ ես ուզում եմ ասել, որ մենք չենք կարող հանգստանալ ոչ մի պահին, անընդհատ պետք է այդ ալեկոծվող աշխարհին արձագանքես։ Շատ ակտիվ հեռախոսազրույցներ ունեցել են Արարատ Միրզոյանը Ուկրաինայի արտգործնախարարի հետ, Անդրեյ Սիբիգայի հետ, երեք հեռախոսազրույց ունեցել են Նիկոլ Փաշինյանը եւ պարոն Վլադիմիր Զելենսկին, հետո այդ հեռախոսազրույցից հետո պարոն Զելենսկին գրառում արեց ու ասեց, որ շատ օգտակար զրույց էր Հայաստանի հետ, մեր հարաբերությունները Հայաստանի հետ զարգանում են, դրական գնահատեց, այս Ուկրաինայի հետ երկխոսությունը, ինչքան հասկանում եմ, զարգանում է, դա պարզ է շատ ցավոտ ընկալվում է Ռուսաստանում, շատ ցավոտ։ Պատկերացրեք մի խնդիր առաջացավ կապված վետերանի հետ, մի կնոջ հետ, Ռոզալիա Աբգարյանի հետ, 103 տարեկան վետերան է, երկրորդ համաշխարհային պատերազմի, Հայաստանում ապրող, Հայաստանի քաղաքացի, մենք հպարտ ենք, որ ունենք այդ վետերաններին, առողջություն ենք իրանց ցանկանում, պարզ է այդ պատմությունը շատ լուրջ պատմություն է, հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմում, բայց քանի որ ինչ որ դատական գործ է գնում, որտեղ որ Ռոզալիա Աբգարյանը պետք է վկայի կարգավիճակով ինչ որ հարցաքննվի, ու պարզ է, որ դա ճիշտ ասած իմ կարծիքով շատ զարմանալի է, որ դատարան հրավիրեցին Ռոզալիա Աբգարյանին, որ ինքը ինչ որ ցուցմունքներ տա, իմ կարծիքով դա շատ տարօրինակ է, բայց նայեք Ռուսաստանը նույն պահին օգտագործեց այդ իմ կարծիքով սխալը մեր համապատասխան մարմինների։ Ռուսաստանը ասեց, տեսակ, անբարոյական են, այս կնոջը 103 տարեկան կնոջը կանչում են դատարան, այդ նշանակում է, որ Հայաստանը վերանայում է երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, այդ նշանակում է, որ Ուկրաինայի եւ Եվրոպայի ազդեցությունը հիմա մեծ է, ուղղված Ռուսաստանի դեմ, երկրորդ համաշխարհային պատերազմի դեմ, այդ գործից մի մեծ պատմություն սարքեց Մարիա Զախարովան։ Ինչ եմ ուզում ասել, որ այս աշխարհում ամեն ինչ օգտագործում են պետությունները։ Ռուսաստանը հիմա մեր դեմ է, հետևողական մեր դեմ է, ու ցանկացած քայլ սխալ կլինի, ճիշտ կլինի, օգտագործում են մեզ թուլացնելու համար։ Նույնը Ռուսաստանի ԱԳՆ-ն փոխնախարարի Միխայել Գալուզինի շուրթերով ուղղակի 2 օր առաջ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, որը պետք է անցնի Մոսկվայում նոյեմբերի 11-ին, կքննարկի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում, կարող է Հայաստանը ի պաշտոնե ձայնի իրավունքից զրկվի, կարող է խորհուրդը գլխավոր մարմինը ՀԱՊԿ-ի հանի Հայաստանին ՀԱՊԿ-ից, ինչ եմ ուզում ասել, տեսակ անընդհատ Ես երեք չարաչորը խոսացիք այդ թեմաներով, նորից նորություններ, նորից ալեկոծվող աշխարհ, ու մենք պետք է սովորենք կողմնորոշվել այս ալեկոծվող աշխարհում ավելի արագ։ Դա շատ կարևոր է, եթե հարևան երկրի ղեկավարը ասում է, որ Հայաստանի ատոմակայանը հին ատոմակայան է, ու իրոք հին ատոմակայան է, ու ասում է, որ այդ ատոմակայանը պետք է փակվի, ինչ որ դատողություններ է անում, չես կարող կապնել, այնտեղ ճիշտ բաներ էլ կային, որ մեր հարևան երկրի ղեկավարը ասում էր մեր ատոմակայանի մասին, բայց այդ հարցը պետք է ֆիքսես, լուծես, նոր ատոմակայանի հարցը լուծես, ում հետ ես դու կառուցելու, որ այլևս շարքում այդ թեմայով չլինի, այդ մենք պետք է սովորենք անել, ոչ միայն ճիշտ որոշումներ գտնենք, որոնենք, նաև արագ որոշումներ, քանի որ այն փոփոխությունները, որոնք կարող գնում են աշխարհում, թույլ չեն տալիս մեզ ու ժամանակ չեն տալիս տատանվելու, չգիտեմ, հետաձգելու ամենակարևոր հարցերի լուծումը։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։